Բարև ձեզ, սիրելի երկրորդ դասարանցիներ։ Շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները մաթեմատիկայից։ Այսօր կսովորենք 7-ի բազմապատկում, բաժանում 7-ի։ Գիտելիքների սրահում հանդիպում ենք 7-ի պատիկ թվերին։ Օգտվում ենք թվային սանդղակից։ 7-ի պատիկ թվեր կստանաս, եթե հաշվես 7-ական։ 7, 14, 21, 28, 35, 42, 49, 56, 63, 70, 77, 84 և այլն, այսպես կարելի է շարունակել։ Եվ ամեն անգամ 7-ական ավելացնելով, քանի 7 ավելացրեցինք, այդքան անգամ թիվը կբազմապատկենք։ Առաջադրանքները կկատարենք բանավոր դասագրքում, իսկ գրավոր առաջադրանքները կգրենք աշխատանքային տետրում։ Առաջադրանք 230, հարց ու պատասխան։ Տուր այնպիսի հարց, որ պատասխանի մեջ գործածվի 7-պատիկ բառը։ 3-ի 7-պատիկը 21-ն է, 5-ի 7-պատիկը 35-ն է և այլն։ Երկրորդը տուր այնպիսի հարց, որ պատասխանի մեջ գործածվի բաժանարար և 28 բառերը։ 28-ի բաժանարարներն են 1-ը, 4-ը, 7-ը, 28-ը։ Տուր հարց գործածելով պատիկ բառը։ Որ թվերն են պատիկ 6-ին։ Հարցը տվեցինք, պատասխանը ինքնուրույն գտեք։ Այժմ օգտվելով 7-ի բազմապատկման և բաժանման աղյուսակից, լրացնում ենք դատարկ վանդակը և գտնում անհրաժեշտ թիվը։ 2 անգամ 7 հավասար է 14-ի, 3 անգամ 7 հավասար է 21-ի, 42-ը բաժանած 7-ի հավասար է 6-ի, 63-ը բաժանած 7-ի հավասար է 9-ի։ Նույն ձևով լրացնում ենք հաջորդ շարքերը, օգտվելով բազմապատկման և բաժանման աղյուսակից։ Անցնենք մարզասրահի առաջադրանքներին։ Նախապես ասեք վերջին թիվը և շարունակելով միմյանց կատարեք գործողությունները։ Առաջին թիվը 0-ն է, վերջինը 54-ը։ 0-ին գումարած 6 հավասար է 6-ի, 6-ին գումարած 6 հավասար է 12-ի, այսպես 6-ական ավելացնում ենք մինչև հասնենք 54-ին։ Հետո 54-ից 6 ամեն անգամ 6 հանելով ստանում ենք 0, 54-ից հանած 6 հավասար է 48, 48-ից հանած 6 հավասար է 42 և ամենավերջում ստանում ենք 6-ից հանած 6 հավասար է 0-ի։ Աշխատանքային տետրում կատարում ենք 229 համարի առաջադրանքը, հաշվում ենք արտահայտության արժեքը։ Եթե աղյուսակը արդեն սովորել եք, շատ արագ կհաշվեք երեխաներ, իսկ եթե դեռևս դժվարանում եք, կարող եք օգտվել աղյուսակից, բայց հիշեք, աղյուսակը պետք է շատ լավ իմանաք, այնպես ինչպես ձեր անունը։ Աղյուսակը գրելուց հետո կանցնենք խնդիր 232-ին։ Հայկը մտապահել է 28 թիվը, իսկ Արան դրանից 7 անգամ փոքր թիվը, որն է Արայի մտապահած թիվը։ Երեխաներ, եթե խնդրի մեջ հանդիպում եք անգամ բառը, ապա դա կամ բազմապատկման գործողություն է, կամ բաժանման։ Եթե անգամ փոքր է, թիվը պիտի մի քանի անգամ փոքրանա, ուրեմն պիտի բաժանեք։ Եթե անգամ մեծ է, ուրեմն թիվը պիտի մի քանի անգամ մեծանա, այսինքն պետք է բազմապատկեք։ Համառոդագրենք խնդիրը և լուծենք։ Հայկը 28 թիվն է մտապահել, Արան չգիտենք որ թիվը, բայց 7 անգամ փոքր, 28-ից 7 անգամ փոքր, կատարում ենք բաժանման գործողություն, 28-ը բաժանած 7-ի հավասար է 4, պատասխան 4 թիվը։ Աննան մտապահել է 35 թիվը, իսկ Արան դրանից 7 անգամ փոքր թիվը։ Նմանատիպ խնդիր է, պարզապես թվերն են փոխված։ 35-ը բաժանած 7-ի հավասար է 5 թիվը։ Առաջադրանք 235-ը։ Ըստ հատվածների երկարության լրացրու աղյուսակը։ Տեսեք, կարկինին բացվածք են տվել և այդ մի բացվածքը ընդունել ենք որպես 6 սանտիմետր։ Հիմա տեսեք, սև հատվածը 2 բացվածք ունի, այսինքն 2 անգամ 6 սանտիմետր է, 2 անգամ 6 հավասար է 12 սանտիմետր։ Կապույտ հատվածը 4-ն է, 4 անգամ 6 սանտիմետր, որը հավասար է 24 սանտիմետրի։ Կանաչ հատվածը 6 անգամ է կրկնվել կարկնի բացվածքը, այսինքն 6 անգամ 6 հավասար է 36 սանտիմետր։ Կարմիրը
5 բացվածք է տրված, 5 անգամ կրկնվել է, այսինքն 5 անգամ 6 հավասար է 30 սանտիմետր։ Հիմա համագործակցության սրահում երեխաներ կարող եք ընկերներով խաղ խաղալ ամենասիրած կենդանին։ Դասարանով կազմակերպեք հարցում, թե ով որ կենդանին է ամենաշատը սիրում։ Ենթադրենք, կապիկին սիրում է 5 աշակերտ, աղյուսակում գրում ենք 5, պինգվինին 2 աշակերտ, փղին 10 աշակերտ, արջին 6 աշակերտ, այրուձին 7 աշակերտ եւ այլն։ Հետո հարցման արդյունքները լրացնում եք աղյուսակում, կառուցում եք տրամագիր այդ տվյալները ներկայացնելու համար։ Այստեղ նաեւ կարող եք օգտվել թվային գրագիտության հնարավորություններից, տրամագրեր կազմելու եւ տարբեր ձևով ներկայացնելու աշխատանքներից։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։